Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, ինչպես գտնենք պրոֆեսիոնալի իր ասպարեզում, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Մենք տարբեր ուղղությունների դուք գիտեք, որ անդրադառնում ենք ու բոլոր ուղղություններում ամենակարևորը կարծում եմ, որ համաձայն են մեր հետևորդներն ինձ հետ, մնում է մարդու էներգիան։ Գիտեք, ժամանակները տարբեր են ու շատ հաճախ նաև ամենատարբեր քոուչեր, հոգեբաններ, տնտեսագետներ նաև որոշակի առաջարկներ են ներկայացնում, ինչպես անել, ինչպես ճիշտ գնումներ անել, ինչի վրա է պետք ավելի շատ ուշադրությունը սևեռել, ինչն է պետք անել, որը որ կհիշեցնի քո մասին տարիներ ու տասնամյակներ անց եւ միևնույն ժամանակ դուք կարողանաս օգտագործել ու քո կյանքի ընթացքում նաև քեզ պետք կլինի։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ոսկու գներն շատ աճել են, բայց միևնույնն է, վերջին հարցումները, որոնք կատարվել են ընդամենը մի քանի ամիս առաջ եվրոպական երկրներում, փաստում են, որ մարդիկ, ովքեր ուզում են ապագայի հետ կապված որոշակի բան պլանավորել, նրանց համար բոլորովին տարբերություն չկա, գինը բարձրանում է, թե իջնում։ Իրենք որոշակի պարբերականությամբ, ըստ իրենց խնայողությունների, անպայման գնում են ոսկյա զարդ։ Ոսկյա զարդի մեջ շատ հետաքրքիր էներգիա կա եւ պատահական չէ, որ միշտ ընդունված է այսպես փոխանցել, հա, սերնդեսերունդ։ Փոխանցում ես ոչ թե ինչ-որ մի զարդ, որն այդ պահին կրում ես, այլ փոխանցում ես այդ էներգիան, քո հիշողությունները, քո ունեցած դրականը, երազանքները եւ իհարկե դրա կատարման հնարավորությունը։ Եվ այս առումով հատկապես իսկապես շատ կարևոր է, որպեսզի մարդ ով զբաղվում է, ով պատրաստում է քեզ համար այդ ոսկյա զարդը, լինի իր տեսակով մոտիվացնող։ Սիրով այս պահին նաև ձեր անունից ուզում եմ Elroom-ում ողջունել L&H Jewelry ոսկերչական բրենդի հիմնադիր Լալա Խաչատրյանին։ Լալա, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունեցանք հանդիպել մեր նախնական կարճ զրույցի ընթացքում, իրականում շատ հաճելի էր ձեզ հետ շփվելը։ Բնականաբար ձեր զարդերը տեսել ենք, այդ գեղեցկությունը պետք է կարողանալ վայելել, շքեղությունը, բայց ես հասկանում եմ, որ ամեն ինչ գալիս է նաև այն էներգիայից, որը դուք եք կրում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերի համար, ուրախ եմ շատ, որ հանդիպեցի ձեզ։ Այո, դուք ճիշտ եք ասում, զարդերի ստեղծման, գնման, մոտիվացման համար հարկավոր է մեծ դրական էներգիա, բավականին մեծ դրական էներգիա, դա շատ կարևոր է։ Ոչ միայն դա իմ կարծիքն է, այլ նաև կարելի է ասել իմ բոլոր հաճախորդների կարծիքն է, որովհետև իրենք նույնպես ուզում են գնել իրենց գեղեցիկ զարդերը այնպիսի մարդուց, որ իրենց զարդերից դրական էներգիա ստանան, որ իրենց զարդերը կրեն հաճույք ստանան ու փոխանցեն սերնդեսերունդ սիրով։ Ահա։ Լալա, երևի պատահական չի, մենք այս մասին իհարկե մի քիչ ավելի ուշ մանրամասն կխոսենք L&H Jewelry բրենդի մասին, այն մեծ հնարավորությունների մասին, որ հիմա արդեն տալիս է այս բրենդը, բայց երևի պատահական չի, հա, հենց սկզբում ուզում եմ նշել, որ ձեր ամենասիրելի ուղղությունը եղել են ամուսնական մատանիները եւ 20 տարի շարունակ ամուսնական մատանիների ամենահետաքրքիր տարբերակները դուք առաջարկել եք եւ նաեւ գիտեմ, որ վիճակագրություն որոշակի կա, երջանիկ ընտանիքներ են կազմում ձեր ամուսնական մատանիներով պսակադրվող զույգերը։ Այո, միանշանակ։ Ի սկզբանե երբ աշխատել ենք ամուսնուս հետ, սկսել ենք ամուսնական մատանիներով, պատրաստել ենք գեղեցիկ ամուսնական մատանիներ եւ կարելի է ասել, այսպես հումորով ասեմ, ամուսնացրել եմ շատ զույգեր։ Այո։ Որոնք իսկապես երջանիկ են, փառք Աստծո, տարիներ հետո գալիս են նույնիսկ բալիկներով, արդեն գիտեմ իրենց ընտանիքի մասին, շատ գեղեցիկ ամուսնական մատանիներ ենք պատրաստում, մեծ ջանք եւ եռանդ եւ էներգիա տրամադրում ենք, պատրաստում ենք զարդերը, աշխատում ենք պատրաստել բավականին բարձր որակով, իհարկե առաջնորդվում ենք հաճախորդի ցանկություններով, նայած թե հաճախորդը ինչ է ցանկանում, ինչ որակ է ցանկանում, լինում են բավականին բարձր, լինում են միջնեկ, լինում են ցածր,
Ցածրացվածը որակի մասին չի բնավ, այլ քաշը կարող է լինել, նուրբ ավելի, քարերի շատ եւ քիչ լինելու, որակի բարձրագույն որակի եւ միջնեկ որակի մասն է խոսքը, մենք չենք աշխատում ընդհանրապես վատ օրակով, ընդհանրապես չենք աշխատում ենք միջնեկ որակի եւ բարձրագույն որակի մակարդակի քարերով, բնական քարերով, սերտիֆիկացված քարերով ունենք եւ սերտիֆիկացված եւ ոչ սերտիֆիկացված, բայց միանշանակ բնական քարերով։ Այո։ Բայց նաեւ աշխատում ենք, երբ որ հաճախորդը ինքն է ցանկանում պատվիրել ոչ բնական քարերով, այսինքն գունավոր քարերի մասն է խոսքը։ Զարդեր մենք կատարում ենք նաեւ նմանատիպ հաճախորդների ցանկությունները։ Այո, ճկուն եք, այսինքն ճկուն, փորձում ենք այնպես անել, որ գոհացնենք բոլորին։ Այո։ Չնեղացնենք ոչ մեկին։ Մենք կանդրադառնանք, որովհետև ես գիտեմ, որ ամուսնական մատանիներով գուցե սկսել են դառնալ ձեր այցելուն, դրան հաջորդել են արդեն երեխաների մկրտության ամենատարբեր առիթների մեծ ու փոքր, այստեղ շատ կարևոր է դուք տեսնում եք հեռախոսահամարը, սիրելի հետևորդներ, ամենասկզբում եմ ուզում ասել, որ L&H Jewelry-ն իրականում ունի առանձնահատկություն, իհարկե հասցե խանութը սրահն էլ կա, որտեղ կարելի է այցելել, Տաշիր առևտրի կենտրոնում նաև, բայց շատ մեծ չափով նաև on-line փաստորեն պատվերներ։ Իսկ սա մի բանի մասին է խոսում, որ այստեղ ձևը պետք է ընտրել, չափը պետք է ընտրել, բնականաբար հարկը եւ արդեն մնացած մանրամասների հետ կապված այնքան համոզված են հաճախորդները, որ ուղղակի պետք է ասել ինչ տիպի միասին ընտրել ձևը եւ մնացած հարցերում արդեն երբևէ խնդիր չի առաջացել։ Այս մասին մենք դեռ կխոսենք, լալա, ձեր թույլտվությամբ ուզում եմ ամենասկզբից գալ։ Դուք մասնագիտությամբ բանասեր եք։ Ես գիտեմ, որ գերազանցությամբ ավարտել եք նաեւ Գավառի պետական համալսարանը եւ նաեւ դրանից առաջ ես գիտեմ, որ գրել եք եւ բանաստեղծություններ եւ նույնիսկ դեռ դպրոցական տարիներին ձեր շարադրությունները թերթերում են տպագրվել։ Այո, դպրոցական տարիներում մոտիվացրել է ինձ հիմնականում իմ հայրը եւ նա շատ էր սիրում գրականություն, կարդալ, գրել, բանաստեղծություններ էր գրում, քանի որ ինքը բարձրագույն կրթություն չուներ, բայց գրել շատ էր սիրում։ Իրեն օգնում էին իր դասախոս ընկերները, կետադրում, շարադրում, այնտեղ ամեն ինչ կարգավորում էին եւ իր բանաստեղծությունները հանձնում էին իրեն։ Ինքը շատ գոհ իրենից, որ իր բանաստեղծությունը հասել է ավարտին, բոլորին ցուցադրում էր առիթների ժամանակ արտասանում, հնչեցնում։ Եվ երևի թե դա էր, որ իմ մեջ արտնացրեց այդ սերը գրականության հանդեպ։ Իհարկե ես էլ դպրոցական տարիներին գրում էի եւ դպրոցական տարիներում ինձ շատ աջակցեց իմ գրականության ուսուցչուհին հայոց լեզվի գրականության Միրիբյան Լիլիթը, որը որ նպաստեց ուղղակի, որ ես կարողացա գրագետ դասավորել իմ խոսքը։ Նույնիսկ նա ինձ այնքան լավ էր սովորացրել, որ ես առանց որևէ մի կողմնակի պարապմունքների ես ինքս ինքնուրույն ընդունվել եմ համալսարան։ Այո։ Այսինքն հենց դպրոցական, այն տարիներին դա բավական դժվար էր։ Եվ այդպես շարունակվեց։ Դպրոցական տարիներին իմ ուսուցչուհին էր ինձ հենց հրահրում, մոտիվացնում, կազմակերպում, որ ես կարողանա իմ խոսքը լսելի դառնալ եւ ինքն էր վերցնում իմ շարադրությունները, տպագրում, թերթում։ Թերթում նաեւ, այո։ Այո, բանաստեղծություններիցս իհարկե ինքը տեղյակ չեղավ, որովհետեւ ես արդեն ավարտեցի գնացի, դրանից հետո եմ սկսել գրել։ Այլ արդեն ինքը չկար իմ կողքում, որ կարողանար ինձ օգնել տպագրել թերթում։ Այնտեղ արդեն այլ կերպ դասավորվեց, դե ամուսնուս հետ ծանոթացանք, ամուսնացա, ուղղությունը շեղվեց լրիվ։ Փաստորեն երրորդ կուրսում եք եղել, երբ ամուսնացել եք, բայց ավարտել եք համալսարանը, շարունակել եմ, դիպլոմը ստացել եմ, ընդհանրապես ոսկի իսկապես չեմ սիրել, չեմ էլ պատկերացրել, որ կարող եմ ամուսնանալ ոսկերի չանձնավորության հետ։ Բայց այդպես ստացվեց։ Ձեր ամուսինն է ոսկերիչ, ամուսինս ոսկերիչ է։ Այդպես ստացվեց, ամուսնացանք ու ոսկու աշխատանքը դարձավ մեր ոնց որ ապրոստի միջոց։ Սկսվեց ամեն ինչ այդտեղից։ Մեր նորաստեղծ ընտանիքը ոնց որ սկսեց ապրել այդ ոսկու միջոցով, սկսեցինք արտադրել, սկսեցինք մտածել ինչ անել, որպեսզի կարողանանք ունենալ մեր արտադրանքը, կարողանանք ունենալ մեր սեղանը, կարողանանք ունենալ մեր ապրանքը արտադրված ու այդպես սկսեցինք կամաց աշխատել
ծանր աշխատել բավականին։ Այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա, դուք նույնիսկ մենք հիմա այսպես ֆոտոյով, կադրով տեսանք ձեր այդ շարադրությունը, հա, գրած շատ գեղեցիկ ձեռագիր ունեք։ Եվ գիտեմ, որ դպրոցում էլ հա այդ ձևավորումներ եւ այլն միշտ դուք գրել եք, մայրիկից էլ ժառանգել եք, նաեւ ձեր մայրը շատ լավ նկարել է, այդ նկարչական ձիրքը ձեր մեջ կա։ Սրանք երևի նպաստեցին, որ հետո այդպիսի հրաշալի գեղեցիկ այդ ձևավորումները, զարդերի նոր մտածողությամբ լրիվ կարողացել եք դուք դիզայնը անել։ Այո, կարծում եմ ամեն ինչն է նպաստում, ոչ միայն մայրիկի նկարիչ լինելը, տաղանդ ունենալը, որը որ փոխանցվել է, իսկապես ես էլ եմ կարողանում նկարել, ոչ միայն հայրիկի գրականությունը, որը որ ինձ բանասիրության ուղղությունով տարավ, կարելի ասել ամբողջը նպաստեցին մեր ոսկերչական գործին, որովհետև բոլոր այդ մանկության տարիներից եկած յուրաքանչյուր մասնիկ ներդրվել է հիմա մեր ոսկու գործի մեջ։ Բանասիրությունը, երբ որ զարգացրել եմ գեղեցիկ խոսքը, երբ որ ես կարողանում եմ գեղեցիկ շփվել հաճախորդների հետ, նկարչությունը, այո, մայրիկիցս փոխանցված օգնում է, որ կարողանում եմ դիզայները ճիշտ կազմակերպել, հաճախորդներին ճիշտ մոտիվացնում եմ, թե ինչպես կարելի է զարդը ստանալ, երբ որ հաճախորդները գալիս են անկողմնորոշ, իրենք չգիտեն, թե իրենք ինչ են ուզում, բայց ուզում են զարդ գեղեցիկ։ Մենք միասին նկարում ենք, միասին հորինում ենք, միասին որոշում ենք, ձևափոխում ենք, ամբողջը անում ենք հաճախորդի հետ միասին։ Մտածում ենք, իհարկե մեզ օգնում են բնականաբար ոսկերիչները, քարկցողները, որտեղ այնտեղ չափսեր են մեզ պետք, ոսկու տվյալներ են մեզ պետք, քաշ է պետք, որ պետք է համապատասխան լինի հաճախորդի ցանկությանը, ֆինանսին։ Նաև դիմում ենք մոդելյորի օգնությանը, որը որ մեզ օգնում է, այսինքն աշխատում է մի մեծ խումբ։ Աշխատում է թիմը, այո, թիմ է աշխատում, ամուսինս, իր ընկերը, մեր ընկերները, բոլորս sense խմբակային աշխատում ենք եւ ստեղծում ենք այն զարդը, որը որ հարկավոր է հաճախորդին։ Այսինքն, եթե նույնիսկ հաճախորդը չի կողմնորոշվում, օրինակ, ինչ որ մի բան է ուզում, իր ոճին համապատասխան, մեզ գիտեմ, որ նաեւ դուք խորհուրդ եք տալիս նշելով ինչը իրեն ավելի կսազի, ինչը իր ոճին ավելի հարմար կլինի։ Ամեն դեպքում 20 տարի այս ոլորտում եմ, չի։ Այսքան տարիների աշխատանքի փորձը ինձ մեծ օգնություն է, որպեսզի ես կարողանամ հաճախորդին ճիշտ մատուցել, ճիշտ բերել այն եզրակացմանը, թե իրեն ինչ է հարկավոր։ Այսինքն մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի եւ ես գիտեք ամենակարևորը ինչից եմ շատ գոհ եմ իմ հաճախորդներից, երբ որ իրենք ինձ շատ վստահում են։ Այսինքն եթե երբ որ իրենք ինձ վստահում են, մեր մոտ աշխատանքը շատ հեշտ է կատարվում։ Իրենք լսում են իմ խորհուրդը եւ վերջում տեսնում են, որ իսկապես դա ճիշտ էր։ Բայց այստեղ նաև այդ վստահությունը լալա ձեզնից է, չէ, որովհետև ասենք մենք երբ ուղղակի այսպես փոքր վիճակագրություն էինք նայում, շարունակական մարդիկ տարիներով, հա, տասնամյակ եւ ավել եղել են ձեր հաճախորդը։ Վստահությունը շատ մեծ է, նույնիսկ ասեմ, իրենք ինձ այնքան են վստահում, որ իրենք նույնիսկ իրեն զարդը չեն էլ տեսնում, երբ որ պատվիրում են, ասում են դու ուղարկի, մենք գիտենք, որ դու շատ լավ զարդ կուղարկես եւ ճաշակով եւ որակով եւ մեր ֆինանսին համապատասխան։ Այո։ Այսինքն իրենք նույնիսկ ես ուղարկում եմ առանց իրենց տեսության։ Այսինքն այս պատվիրատուները հիմնականում մարդիկ են, ովքեր մեկ անգամ առիթ ունեցել են եւ հետո արդեն լրիվ վստահում են ձեզ։ Այ դուք շեշտեցիք, որ գալիս են վերցնում են սկզբից մատանիներ, հետո գալիս են կնունքի խաչեր։ Այ ասեմ, ես մի շատ հումորով խոսք ունեմ ու իմ բոլոր հաճախորդները երբ որ տեսնեն հաղորդաշարը, կարծում եմ այս խոսքի վրա լավ կուրախանան, որ գալիս են, սկզբից ասում եմ նայեք երեխեք ջան, դե գալիս են, այ ինչի եմ սիրում ամուսնական մատանիների հետ աշխատել, շատ եմ սիրում, որովհետև ծանոթանում եմ նորանոր զույգերի հետ։ Սկզբից աշխատում ենք նշանադրության մատանիների վրա, ընտրում ենք նշանադրության մատանին։ Ես իրենց մի փոքր կողմնորոշում եմ, որ հարկավոր է ամուսնական
ամուսնական մատանին էլ մի փոքր համադրել, որ հետո գաք ամուսնական մատանի հետևից կարողանաք արդեն ունենալ ճիշտ մատանիներ, որտեղ լինում են մատանիներ, որ չեն համընկնում իրար հետ դնելուց կամ իրար կողք դնելուց չեն իրար համապատասխանում։ Այդ պարագայում ու սենց ես իրենց ասում եմ, երեխեք ջան, ասում եմ, դե հիմա նայեք, սկսում ենք ստեղից։ Սկզբից ես ձեզ նշանում եմ։ Հետո ես ձեզ ամուսնացնում եմ այստեղ, որտեղ որ տեղադրված են ամուսնական մատանիները։ Հետո ասում եմ, գալիս է ամենագեղեցիկ ու ամենահետաքրքիր պահը, ես ձեզ հարսանիքին զուգում զարդարում եմ, մնացած բոլոր գեղեցիկ զարդերով, եւ ամենավերջում ամենագեղեցիկը կնքում ենք ձեր բալիկներին։ Ամբողջ օրը ասում ենք այդ արտահայտությունները ու ծիծաղում, ու սկսվում է մեր առօրյան արդեն դրական տրամադրությունով։ Այո, եւ այդպես էլ լինում է, ամենակարևորն այն է, որ իրականում երջանկությունը, ամուսնություն, երջանիկ ընտանիք, հետո արդեն երեխաների կնունք եւ այսպես դեռ շատ երիտասարդ է իհարկե Լալան, բայց կարծում եմ, որ այդ երեխաների ամուսնություն եւ այլն այս ամեն ինչը դեռ արժեվում է։ Ունեմ արդեն շատ բալիկներ, որոնց շատ սիրում եմ ու կապակա գալիս են, գնում են, մենք շփվում ենք, իմ Հակոբի, իմ Գայանեի բալիկը, որ անչափ սիրում եմ։ Այո։ Ու այդպես շատ բալիկներ։ Շատ բալիկներ, հրաշալի է։ Ես ուզում եմ մի քիչ մասնագիտական այս ուղղության մասին հիմա խոսենք, Լալա, փաստորեն L&H Jewelry-ում ինչ ամուսնական մատանիներ եւ զարդերի որ տեսակներն է, որ կարելի է գալ այդպես տեսնել եւ ինչ կարելի է պատվիրել։ Ասեցինք, որ փոքրից մինչեւ մեծ, այսինքն նաեւ խաչերի, գիտեմ, որ մեծ տեսականի ունեք մկրտության։ Այո, ամեն տեսակի զարդեր կարելի է ասել, թե ունենք։ Ամուսնական մատանիներ, նշանադրության մատանիներ, գեղեցիկ շքեղ զարդեր, թևնոցներ, վզնոցներ, մազակալ նույնիսկ։ Հա, նույնիսկ մազակալ, այո։ Մանկական զարդեր, ականջողեր, վզնոցներ, շղթաներ, մանկական, շատ զարդեր ունենք։ Կարող ենք նաև պատրաստել ըստ իրենց ցանկության։ Ցանկացած, ինչ կցանկանան, ինչ հարգի կցանկանան, կուզենան 585 հարգի կցանկանան, կուզենան 750 կցանկանան, կուզենան շատ ավելի բարձր, միևնույն է պատրաստում ենք իհարկե զարդին նայելով։ Կարող են դիմել նաև իրենց ունեցած զարդերը, որովհետև ինչ որ ժամանակ զարդերը այսպես անցնում էին, հա, սերնդեսերունդ, բայց դրանք միայն որպես ինչ որտեղ ապահովության համար իհարկե սա էլ է կարևոր, բայց տանը մնում էին։ Հիմա հնարավոր է ձևափոխել, այնպես դարձնել, որպեսզի նաև կարելի լինի զարդը։ Միանշանակ գալիս են մարդիկ, ովքեր ունեն հին զարդեր, փոխանցված տատիկից, պապիկից, հուշեր, որոնք չեն ուզում մարդիկ կորցնեն, ուզում են հենց նույն այդ զարդով ունենան այլ նորաձև զարդ, որը կկարողանան հիմա գեղեցիկ կրել։ Այդպես էլ ենք աշխատում ենք նույնիսկ իրենք ուզում են, որ մենք հենց պատրաստենք իրենց ոսկուց։ Եթե ունենում են մի քիչ ցածր որակի, բնականաբար դա պետք է մշակել, խնամել, հետո նոր արտադրել։ Իսկ եթե ունենում են բարձրորակ զարդեր, ուղղակի պետք է դիզայն փոխել, ինչ որ այնտեղ ձևափոխություններ անել, փոքրիկ ինչ որ շտկումներ անել, այդպես էլ ենք անում, որպեսզի զարդը դառնա գեղեցիկ ժամանակակից կրելի զարդ։ Եվ ամենակարևորը ժամանակահատվածը նաև բավական արագ, փաստորեն ընդամենը ես չգիտեմ որ դեպքերում է սա, բայց 1 շաբաթում։ Երբ որ հաճախորդները ընտրում են այնպիսի զարդեր, երբ որ դրանք մենք ունենք արդեն։ Այո։ Իրենք չեն հորինում, իրենք չեն մտորում, այդ ժամանակ արագ է լինում, որովհետև մենք արդեն պատրաստված էսքիզները ունենք, ամեն ինչը ունենք։ Դրա համար ավելի արագ է տեղի ունենում զարդի արտադրման աշխատանքը, իսկ երբ որ սկսում ենք արդեն էսքիզների վրա աշխատել, սկսում ենք միասին կազմակերպել, հորինել, ձևափոխել, ընտրել, չգիտեմ, այնպիսի զարդ, որ իրենց հոգուն է հարազատ եւ իրենք ուզում են միայն կրել իրենք, այդ զարդը արդեն այդ ժամանակ մեզ հարկավոր է գոնե մի 20 օր։ Եվ սրանից կունենաք միայն դուք, կարող եք
լրիվ վստահ լինել, որ հարկի հետ կապված որևէ խնդիր չի լինի, շատ բարձր եւ ճշգրիտ, որովհետեւ գիտեք հիմա սա էլ է մեծ խնդիր, բայց այսպիսի խնդիրներ երբևէ չեն եղել L&H Jewelry-ի հետ կապված, հարկը միշտ այն է, ինչ որ նախապես ասվում է, եւ այստեղ ընդհանրապես պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել, միևնույն ժամանակ արդեն դուք հասկացաք, որ Լալայի հետ շատ հեշտ է, կարելի է ցանկացած իրավիճակում, ցանկացած պահի ձեզ այնինչ տանջում է, դուք ուղղակի կարող եք բաց ասել եւ Լալան կարող է գտնել լրացուցիչ տարբերակը, որը ձեզ համար շատ հաճելի նաև կլինի, կարելի կլինի եւ էներգիան, ինչպես արդեն ասացի։ Լալա, միևնույն ժամանակ հիմա քանի որ շուկայում բնականաբար ոսկու գինը անընդհատ բարձրանում է կամ այսպես փոփոխական է, բայց այդպիսի վերլուծություններ կան, ինչի մասին ես սկզբում էլ նշեցի, որ միևնույնն է, մարդիկ եթե որոշակի պարբերականությամբ տարին մեկ անգամ, ամիսը մեկ անգամ, 6 ամիսը մեկ անգամ մարդիկ ոսկի գնել են, շատ կարևոր է, որպեսզի սա պահեն, որովհետև միևնույնն է ոսկին մնում է ոսկի։ Այո, մարդիկ կան, երբ որ իրենք ոսկի շատ են սիրում եւ պարբերաբար գնում են ինձանից ոսկի, ճիշտ է, ոսկու թանկացումը ազդել է, այնպես չէ, որ չենք կարող ժխտել այդ փաստը։ Իհարկե, բայց ամեն դեպքում ոսկի սիրող մարդը չի կարողանում իր վրա։ Միևնույնն է ինքը ձգտում է գնելու։ Գալիս է, ճիշտ է, մի քիչ քանակով, մի քիչ չափսով ավելի փոքրիկ, կամ ասենք մի քիչ ավելի քիչ ֆինանսական առումով ավելի մատչելի տարբերակ են ընտրում, բայց ամեն դեպքում ընտրում են։ Նաև ձեր ձևավորումներն են այնպեսին, որ շատ շքեղ տեսքով, բայց ոչ շատ բարձր քաշով նաև տարբերակներ ունեք։ Նախ գնում ենք ժամանակին համահունչ։ Այո։ Տեսնում ենք այդ ժամանակահատվածում պահանջարկը ինչ է ուզում, պահանջարկը ինչ է, եւ ըստ դրա սկսում ենք ստեղծել զարդերը։ Տեսնում, երբ որ տեսնում ենք պահանջարկը թուլանում է, մենք արդեն գիտենք երբ է թուլանում, երբ է ավելանում պահանջարկը, արդեն ըստ դրա սկսում ենք աշխատել։ Լինում են ժամանակահատված, օրինակ ամռանը մեզ մոտ աշխատանքը ավելի լավ է, քան գարնանային կամ աշնանային սեզոնին, մենք ամռանը շատ ինտենսիվ ենք աշխատում, ավելի շատ զարդեր ենք արտադրում, ավելի գեղեցիկ էսքիզներ ենք անում, ավելի նորանոր զարդեր ենք արտադրում ու դնում սեղանին։ Իսկ գարնանային եւ աշնանային սեզոնին մի քիչ քչացնում ենք ըստ հաճախորդների հոսքի։ Ավելի ծանոթ լինելով ոլորտին։ Այս տարիների ընթացքում Լալա, ինչպես եք կարողացել համատեղել դուք երկու հրաշքների մայր եք նաև Աստված պահի։ Կարծում եմ յուրաքանչյուր հայ մայր ամեն ինչ անում է, որ իր ընտանիքում բարօրություն լինի։ Եվ թե ընտանիքի անդամների համար եւ աշխատանքի առումով լավ լինի, ամուսնու համար լավ լինի։ Նույն ձևել ես եմ փորձել ամեն ինչ հասցնել, իհարկե շատ դժվար կփաստեն բոլոր հայ կանայք, երբ որ եւ աշխատում են, եւ բալիկ են ունենում, եւ բալիկ են մեծացնում, բալիկներ։ Այո։ Բալիկներ։ Եվ իսկապես ամեն ինչ շատ դժվար է եղել ինձ համար, բայց հաղթահարել ենք։ Փորձել ենք հաղթահարել ամեն ինչ։ Փառք Աստծուն, ունեմ երկու լավ բալիկ, փորձում են հասնել իրենց նպատակներին։ Մենք ամեն հարցում աջակցում ենք մեր բալիկներին, ես եւ ամուսինս։ Բայց նաև իրենք ինքնուրույն իրենց ճանապարհներն են ընտրել, ես հասկանում եմ։ Ինքնուրույն բալիկներ են, հա, իրենք կարողանում են ինքնուրույն իրենց ճանապարհներով գնալ։ Տղաս օրինակ ընտրել է մարտեր առանց կանոնների մարզաձևը, փորձում է առաջ գնալ, մասնակցում է մրցումների, գնացել է նույնիսկ Դուբայ, մասնակցել է այնտեղ մրցումների, բավականին լավ հաջողություններ է ունեցել։ Հաջողություններ է ունեցել այստեղ։ Ունի շատ մեդալներ, առաջին, երկրորդ, երրորդ տեղ, շուտով կլինեն Եվրոպայի մրցումները, կմասնակցի իմ տղան, տեսնենք ինչ արդյունքներ կունենանք, առաջ Աստված։ Բայց իհարկե մայրիկների համար ես հասկանում եմ, որ տեսնել այդ հարվածների եւ այլն մի քիչ
դժվար է, բայց այո, բայց նաև պետք է հաշվի առնել, որ այս մարզաձևը կոփում է ոչ միայն մարմինը, այլև հոգին, մտածողությունը, այստեղ լրիվ ուրիշ մարդիկ են, իրենց տեսակով հանդարտ ամեն ինչին նայող մարդիկ, որոնք որպես կանոն հաջողություն են ունենում եւ կայունացած։ Այո, շատ տարբեր ոլորտներում մենք ունենք շատ մեծ թվով, չէ՞, այդպես աշխարհում կա բիզնեսի կայացած, այսպես հավասարակշռված մարդիկ, որոնք այստեղից են սկսել, դա Աստված այդ շարունակությունը լինի եւ լալա, ուզում եմ մաղթել, որպեսզի դուք մի շատ գեղեցիկ այդ մեդալի տարբերակը ոսկուց պատրաստեք, այդ ձևավորում անեք, դիզայնը եւ ձեր ամուսինը պատրաստի արդեն ձեր որդու համար, դրա անհրաժեշտությունը նաեւ լինի։ Դուք շատ լավ բան ցանկացաք, ես մեծ սիրով կերազեմ, կսպասեմ այդ օրվան։ Շատ լավ, իսկ ձեր դուստրը քոլեջում է սովորում, մարքեթինգ բաժնում, այո, նա էլ ընտրել է բիզնես կառավարում բաժինը, որով ուզում է գնալ, իր ուղղությունը ուզում է տանել այդ ճանապարհով։ Տեսնենք իր մոտ ոնց կստացվի։ Բնականաբար մենք միայն այսպես հաջողությունների մասին ենք խոսում, բայց դժվարություններ էլ են եղել են ինչ-որ պահեր, երբ տպավորություն է, որ ուզում ես հանձնվել, հա։ Որն է ձեր այդ ուժը չհանձնվելու կարողությունը։ Իհարկե դժվարություններ շատ են լինում, բնականաբար։ Այո։ Բայց ես ամեն ինչ անում եմ դուրս գալ այդ դժվարություններից, որովհետև ես գիտեմ, որ ես պետք եմ իմ մայրիկից, ես պետք եմ իմ ամուսնուն, ես պետք եմ իմ բալիկներին, իրենք են ինձ պետք, այսինքն մենք պետք է այնպես անենք, որ մեկս մեկին լրացնենք, առանց մեկս մեկի մենք թերի ենք ու կիսատ։ Այդ մտածմունքով, այդ դեպի առաջ գնալու համոզմունքով փորձում եմ ամեն ինչ անել, որ լավ լինեմ։ Աշխատում եմ տրամադրությունս բարձր պահել, աշխատում եմ կողքի մարդկանց ընդհանրապես վատ աուրա փոխանցել եւ կարծում եմ այդպես էլ ինձ վերադառնում ու դա օգնում է ինձ դժվար պահերին։ Շնորհակալ եմ շատ լալա, ինձ իրականում շատ հաճելի է, ես հիմա հասկանում եմ ինչու են այդպես ձեր մշտական հաճախորդները դառնում այսպես շարունակական սերնդեսերունդ, որովհետև բացի իհարկե շատ բարձրորակ զարդերից, հա, ձերս լավատեսությունը կարծում եմ հիմքն է նաև ձեր ունեցած մեծ դրական էներգիայի, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Լիլիթ ջան, այո, այդպես է, իսկապես ինձ հաճախորդները իրենք են այդպես փոխանցում, որ իրենք ուզում են ինձանից գնել դրական աուրայի պատճառով։ Ես ինքս շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք, ես շատ շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին մեծ աշխատանքի համար։ Ցանկանում եմ ստեղծագործ գեղեցիկ միտք ձեզ ամեն անգամ, որ կարողանաք լուսաբանել, պարզաբանել, հայտնաբերել շատ գործարար մարդկանց եւ իրենց գործը։ Շնորհակալ եմ շատ լալա։ Սիրելի հետևորդներ, գիտեք իսկապես յուրաքանչյուր ոլորտում շատ կարևոր է մարդու տեսակը, իր այն էներգիան, որով քեզ հնարավորություն է տալիս նայես, հասկանաս, ուսումնասիրես այն ասպարեզը, որն իրենն է։ Բայց երևի ոսկյա զարդերի հետ կապված իսկապես ամեն ինչ մի քիչ այլ է, որովհետև այս զարդերը իրենց մեջ այդ էներգիան պարունակելուց զատ նաև մեզ հնարավորություն են տալիս ինչ-որ բան այդ պահին, հա, հաղորդել քո շրջապատին, որովհետև զարդը պիտի լինի շատ հետաքրքիր ու եզակի այն քո մասին շատ կարևոր բան է պատմում։ Եվ դրանից բացի այն հնարավորություն ունի ոսկյա զարդը այս դեպքում նաև հիշողություն լինի քո մասին, քո էներգիայի, քո ապրած կյանքի մասին հաջորդ սերունդների։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ հյուր ունենք, L&H Jewelry ոսկերչական բրենդը 20 տարուց ավել պատմություն ունի եւ սկսվել է ամեն ինչ ամուսնական մատանիներից։ Դուք պատկերացնում եք, թե ինչ հաճելի է, երբ առաջին ամուսնական մատանին կարողները հիմա արդեն իրենց երեխաների մկրտության եւ մնացած շատ առիթների համար նորից գալիս են L&H Jewelry։ Սա մի բանի մասին է խոսում, որ որակի հետ կապված խնդիրներ երբևէ չեն լինում, չեն եղել եւ չեն լինում։ Ամեն ինչ պատրաստվում է շատ պրոֆեսիոնալ եւ որ ամենակարևորն է իսկապես խղճով, ինչպես ասում են, եւ ինչ վերաբերում է
հարգին այստեղ նույնպես այս տարիների ընթացքում երբևէ խնդիր չի եղել եւ ինչպես նշեցի, սրանով է նաեւ պայմանավորված, որ շատ-շատերը մեկ անգամ գնելուց հետո հաջորդ պատվերները ընդամենը ձևի է, տեսքի հետ են կապված, մնացած ամեն ինչը կարելի է նաեւ հեռավար տարբերակով։ Այսինքն նույնիսկ խնդիր չունեք ուղակի գնալու, որովհետեւ հնարավոր չի, որ լինի հարգի հետ կապված փոքր փոփոխություն, հնարավոր չի, որ որևէ շեղում որակի հետ կապված լինի։ Մենք առաջարկում ենք մեծ ու կարևոր առիթների դեպքում իրականում այցելել կամ զանգահարել ու գնումներ կատարել։ Այստեղ հնարավոր է գնել ամեն ինչ, ամենափոքրից մինչև ամենամեծ, թե իր քաշով, թե շքեղությամբ, թե տեսքով, յուրաքանչյուր առիթի համար։ Եվ ամենակարևորը, ես կարծում եմ ինձ համար սա շատ կարևոր է, որպեսզի զարդը ինչ որ առումով պատրաստված լինի հատուկ ու միայն քեզ համար, այ հատուկ ու միայն ձեզ համար պատրաստվող զարդերը ես շատ կուզենամ, որ վստահեք իրականում L&H Jewelry-ին, Լալա Խաչատրյանին, որովհետև մարդու էներգիան ինձ համար հատկապես շատ կարևոր է, օրինակ ես Լալային միանշանակ կվստահեմ։ Այս պահին այս հեռախոսահամարը կարծում եմ, որ ձեզ անհրաժեշտ պիտի լինի։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մտածում ենք, որ մեծ երազանքներ ունենալու ժամանակը հիմա չէ, պետք է հասկանալ, որ այս պահին մենք ծրագրում ենք այն, ինչ լինելու է մեզ հետ վաղը։ Ես առաջարկում եմ հենց այս պահին ծրագրեք հետաքրքիր, մեծ ու կարևոր միջոցառում, շքեղ զարդեր, դրական շատ էներգիա եւ այն, որ երջանիկ լինելու համար ամենակարևոր բանը որոշումն է, որը դուք պիտի կայացնեք հենց հիմա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։